Ընտրական աննախադեպ կեղծարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է վախով ապրել։ Ընդդիմախոսների դեմ անհիմն քրեական վարույթներ նախաձեռնելու հրամաններ է արձակում, կարծում է Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ապացույցը, ասում է, նաև իր դեմ կարվող գործն է, 22 տարվա վաղեմության մի որոշման հիմքով։ Գործը ուղղակի աբսուրդային է, ուղղակի շատ արագ, երկու օրում գործ են ստեղծել։ 2004-ին որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր է եղել վավերացնել կառավարության որոշումները եւ ահա դրանցից մեկով վարձակալության է տրվել մաստերկլաս թենիսի տարածքը։ Չվավերացնելու տարբերակ սահմանադրությունը չէր նախատեսում։ Քոչարյանը 22 տարվա հերվից էլ որոշումը հաջողված է համարում։ Իրականում դա այն ժամանակվա կառավարության եւ ամենից լավ որոշումն էր, որովհետեւ այդ որոշման շնորհիվ փրկվեց Թենիսի զարգացման հանգամանք ընդհանրապես, հակառակ դեպքում այդ տարածքում երևի մի 4-5-20 հարկանի շենք կկառուցեին մինչև այսօր, հատկապես այս իշխանությունը։ Գործի բովանդակությամբ անգամ հետաքրքրված չէ դաշինքի առաջնորդը։ Վստահ է, այս հետապնդմամբ Փաշինյանը կյանքի է կոչում ընդդիմության լիդերներին նստեցնելու նախընտրական առատ խոստումները։ Ընդդիմության վերաբերյալ ուղղակի արտահայտություններ անել, որ կսպանեմ, կնստացնեմ, պատերով կտամ եւ այլն, սա խոսում է ոչ միայն դաստիարակության մասին, սա խոսում է ուղղակի մարդու հոգեվարքի մասին, հոգեկան վիճակի մասին, կոնկրետ իմ հասցեից մի քանի անգամ ասել է, որ կսպանեմ։ Ակնհայտ է, որ Փաշինյանը գոհ չէ ընտրությունների արդյունքներից, անգամ այն դեպքում, երբ քվեարկության պատկերը ձևավորվել է աննախադեպ բռնաճնշումների միջոցով, վստահ է Քոչարյանը։ Նկատում է, չի եղել ընտրությունները կեղծելու որևէ լծակ, որից չի օգտվել Փաշինյանը։ Եթե մի լրիվ անհայտ մարդ հայտնվեր դաշտում եւ ասեր Թոշակառուններ ջան, 10,000 դրամով ավելացնում եմ։ Վարորդներ ջան, ձեզ բալային համակարգը վերացնում եմ։ Եվ մի շարք այլ քայլերը, որ ուղղակի արձակուրդում գտնվող վարչապետը հայտարարությունները անում էր։ Եվ հայտնվեին եվրոպացի առաջնորդներ, որոնք ասեն, այս տղանը սրանից լավը չկա, հենց ինքը եղավ, դուք դառնում եք եվրո ռեմոնտով Հայաստան։ Կրկնեմ, լրիվ անհայտ մարդը երևի կհավաքեր մի քիչ ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանը։ Հայաստան դաշինքի առաջնորդը ամենաարտառոցը, սակայն համարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։ Հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս եւ փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը դա արել։ Եվ իր հիմնավորմամբ պատճառը հետևյալն է. վերաքվեարկությունը սա լավ բան չի։ Օրենքը ենթադրում է վերաքվեարկություն, հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, ինքը բացատրում է, թե ինչի համար ինքը չի կատարել այդ օրենքը։ Որտեղ ինքը համարում է, որ վերաքվեարկությունը հենց կոպիտ ասած լավ բան չի։ Սենց տակտիկական բան, ինչ որ տակտիկական վերաքվեարկություն եւ փորձում է հիմնավորել։ Քո գործը օրենքի կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը եւ սենց յուրահատուկ մեկնաբանությամբ օրենքի խախտումը։ Ինքը ուղղակի կատարել է հանցանք, բոլոր հանձնաժողովի անդամները այդ հանցանքը կատարել են, բայց ժամանակը որ գա, իրենք ցուցում են տալու այդ իր վրա, իր ճնշումների վրա։ Դա խոստովանություն է հանցագործության մասին։ Եվ դատախազությունը դրանով պետք է զբաղվի, եթե դա լիներ իսկապես դատախազություն։ Քոչարյանը պնդում է 60,000 քվե է գողացվել։ Փաշինյանը ինչ է ասել, ասել է ձեռներս կկտրեմ, մի հատ քվե չեն գողանա։ Հիմա 60,000 քվե ուղղակի գողացել տարա։ 60,000 քվե։ Սա բան է, սա ոչ միայն ամոթ է, սա հանցանք է։ Եվ ստե ես մի կարծիք ունեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է ձևավորվի այս կերպ։ Ընտրությունների այսպիսի արդյունքների համար դրսից կշտամբել են սահմանադրական մեծամասնություն, այդպես էլ չստացած Փաշինյանին, վստահ է երկրորդ նախագահը։ Հնարավոր է դրա համար էր Ալիևը իր օգնական Հաջիևին շտաբ ուղարկել Դիլիջան։ Իրենց սպասվածը չեն ստացել եւ Դիլիջանում հայտնվելը եւ Ալիևի ուղարկած մարդու արչեւ ենթադրաբար հաշվետվություն տալը երևի նաեւ այս բանը ուներ, էլ այս մոտիվացիան ուներ։ Եվ եթե չեմ սխալվում, նաև ազգային ժողովի ամբիոնից ասեց, որ եթե հրավիրեմ կգնան Բաքու։
Իրեն չեն հրավիրել, իրեն կանչելով են։ Սա այն հարաբերությունները չեն, որտեղ հրավիրում են գործընկերների։ Իրեն կանչելով են կամ չեն կանչելու, այսպես կնագի հրահանգով։ Ինքը տվել է խոստումներ, եւ հիմա իրեն ուղղակի հարցրել են, ասել են դու այդ խոստումների տեր ես, թե տեր չես, ի վիճակի ես անել, թե ի վիճակի չես անել։ Եվ ինքը վազելով գնաց հաշվետվություն տալու համար։ Որ Փաշինյանի վերընտրվելը լեգիտիմ չէ, հստակ է ըստ Հայաստան դաշինքի առաջնորդի։ Քոչարյանը հորդորում է սպասել նոր զարգացումների։ Նա հիշեցնում է, որ 2017-ի ընտրություններում ՀՀԿ-ի համոզիչ հաղթանակից 9 ամիս անց տեղի ունեցավ իշխանափոխություն։ Օրինակ Թունիս 2000, եթե չեմ սխալվում, 10 թվական Ben Alin 90% ձայներով ընտրվում է Թունիսի նախագահ։ Ուղիղ 12 ամիս հետո հեղափոխություն եւ Ben Alin փախնում է Սաուդյան Արաբիա։ Հետո ավելի ուշ տարիներ հետո մահանում է Սաուդյան Արաբիա։ Վստահ է Քոչարյանը, իշխանափոխություն լինելու է, երբ պատեհ առիթները հանդիպեն միմյանց ու լինի միասնական ընդդիմության արդյունավետ աշխատանք։ Ինքը Նիկոլ Փաշինյանը հիմա կոչ է անում, եթե համաձայն չէ հեղափոխություն արի։ Ինքն է կոչել անում։ Հիմա ես օրինակներ բերելով ցույց եմ տվել, որ ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Չեք բացառում, որ ես չեմ բացառում, որ զարգացումները գնան հենց այդ ճանապարհով։ Իսկապես չեմ բացառում, բայց կրկնեմ այդ միտքը, ըստ տրիգերի հարցը, այդ տրիգերը կլինի թե չէ, եւ եթե տրիգերը կա, ապա քաղաքական ուժերը պատրաստ են թե չէ, այսպես ասենք, այդ տրիգերի պարագայում հաջողության հասնել։ Բացառել ոչ մի բան հնարավոր չի, որովհետև այն ինչ ես տեսնում եմ այս խառը, այս տուրբուլենտ վիճակում, ամեն ինչ հնարավոր է։ Հիմա սա կախված է մի շարք գործոններից։ Չեմ կարող ասել, որ հաստատ կլինի, չեմ կարող ասել, որ չի լինի, բայց որ հավանականությունը բավական մեծ է, այո, ես այդ հավանականությունը տեսնում եմ։ Եվ քանի որ հեղափոխություն խոսալուց միշտ Նիկոլ Փաշինյանը կրկնում է, չէ, թավշյա ոչ բռնի եւ այլն։ Հիմա մենք էլ ասենք թավշյա ոչ բռնի հեղափոխություն։ Իսկ մանդատներ վերցնել չվերցնելու վերաբերյալ որոշում կա։ Մանդատները դա այո պայքարի գործիքակազմ է։ Եվ տվյալ դեպքում ստացվում է ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանությունը պետք է ստանա մանդատները եւ քրտնինքով եւ տառապանքներով ընդդիմության կողմից ստացած մանդատներից պետք է հրաժարվել։ Սա զուտ տրամաբանության շղթան եմ ուզում նկարագրել, բայց որոշումը չկա։ Մենք պատրաստ ենք եւ այն տարբերակին եւ այն տարբերակին ուղղակի պետք է լինի ընդհանուր որոշում։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։